հանձնարարությունները բանավոր են տրվում։ Այս ընդհանրապես տարածված խնդիր է ու նույնիսկ շատ տեղերում սա չի համարվում խնդիր, շատ ընկերությունների մշակույթի մեջ կա բանավոր հանձնարարություններ տալը։ Նույնիսկ այն ընկերությունները, որոնք որ ուրեմն նույնիսկ այն ընկերությունները, որոնք որ ունեն հանձնարարությունների համակարգ, այսինքն ինչ որ ծրագիր, task management-ի ծրագիր, որով որ աշխատում են, օրինակ, չգիտեմ, Trello ունեն, կամ Asana ունեն, կամ Bittrex ունեն, կամ չգիտեմ, ասենք Outlook-ի մեջ են դա անում, հա, կամ թեկուզ Google Calendar-ով։ Նույնիսկ այդ ընկերությունները, այդ թիմերը զուգահեռ նաև ունեն բանավոր հանձնարարությունների, այսպես ասած, համակարգ ճակերտի, հա։ Այսինքն այդ ընկերություններում կարելի է հանձնարարություն ստանալ եւ բանավոր ձևով եւ կարելի է հանձնարարություն ստանալ մեր task management-ի միջոցով։ Եկեք վերցնենք պարզության համար Trello-ն։ Կարծում եմ Trello-ն շատերին ծանոթ կլինի որպես հանձնարարությունների համակարգ, հա։ Ինչ խնդիր է սա առաջացնում ժողովուրդ։ Իրականում չկա ավելի վտանգավոր բան, քան զուգահեռ աշխատող բանավոր եւ գրավոր համակարգերը։ Եթե դուք ունեք որևէ task management-ի ծրագիր, ապա պիտի աշխատի հետևել կանոնը։ Բոլոր task-երը, բոլոր հանձնարարությունները, որոնք որ ընկերությունում շարժանառվում են, տրվում են, պիտի գրանցվեն այդ task management-ի ծրագրում։ Նու եթե task management-ով աշխատում է local ինչ-որ թիմ, ապա սա վերաբերվում է թիմին, հա։ Այսինքն պիտի բացառվի բոլոր այն դեպքերը, երբ կա task management ու զուգահեռ տրվում է բանավոր հանձնարարություն։ Ինչի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ զուգահեռ եւ բանավոր եւ գրավոր հանձնարարությունների համակարգ է աշխատում, բանավորների մեծ մասը ուղղակի մոռացվում։ Պլյուս այստեղ մանիպուլյացիայի մեծ դաշտ է բացվում, հա։ Իմ վրա գրված չէր, չեմ արել, գրված չէ, մոռացել եմ, ու պլյուս բոլոր բանավոր կոմունիկացիայի ժամանակ առաջացող խնդիրները։ Ես սենց եմ հասկացել, ես սենց եմ հիշում, սենց ասացիր եւ այլն, հա։ Իհարկե ցանկալի է, ես կասեի պարտադիր է միշտ աշխատել task management-ի ծրագրով, այսինքն միշտ ունենալ հանձնարարությունների համակարգ, որտեղ գրավորվեն բոլոր հանձնարարությունները թիմում, ու այդ դեպքում, երբ դուք ունեք հանձնարարությունների համակարգ, ծրագիր, բացառվեն բանավոր հանձնարարությունները։ Բոլոր այն դեպքերում, երբ մենք բանավոր քննարկում ենք անում, դա կլինի ժողով, դա կլինի տետ-ա-տետ հանդիպում, հա, դա կլինի ցանկացած հանդիպում քննարկում, դրա արդյունքում որոշված հանձնարարությունները պիտի անմիջապես տեղափոխվեն task management-ի ծրագիր։ Հակառակ դեպքում ստեղ տրանզակցիոն ծախսերը անխուսափելի են։ Նորից ասեմ, հա, ինֆորմացիան մոռանալու, հանձնարարությունը ժամանակին չկատարելու, հանձնարարությունը սխալ կատարելու, հանձնարարությունը կրկնակի տալու կամ կրկնակի կատարելու ու նման այլ խնդիրներ, որոնք որ բերում են ահռելի մեծ տրանզակցիոն ծախսերի։ Ինչպես լուծել հարցի պատասխանը շատ պարզ է՝ բացառել բանավոր հանձնարարություններ տալը։ Այսինքն բանավոր հանձնարարությունը ոչ թե չի կարելի անել, այլ արգելվում է անել։ Սա մի քիչ ռադիկալ կարող է հնչել, բայց սա միակ լուծումն է այս տրանզակցիոն ծախսերը վերացնելու համար։ Իրականում պիտի գործի այս կանոնը, հա, այն ինչ արվում է պիտի task management-ի ծրագրում երևա, ու ինչ task management-ի ծրագրում գրանցվել է, պիտի արվի։ Եթե այս երկու կանոններից մեկը խախտվում է, ապա մեր ընդհանուր task management-ի համակարգը խախտվում է ու սկսվում են խնդիրները։ Հուսով եմ համոզեցի, որ բանավոր հանձնարարություններ տալը, այն դեպքում, երբ դուք ունեք զուգահեռ գրավոր հանձնարարությունների համակարգ, շատ վտանգավոր է եւ դրանից պետք է արագ ազատվել։ Սա չի բացառում բանավոր շփումը ժողովուրդ, սա չի բացառում բանավոր քննարկումները, սա բացառում է առանց ֆիքսելու գործ անելը։ Այսինքն բանավոր քննարկեցինք, խոսացինք, շփվեցինք, չգիտեմ, որոշում ներկայացրեցինք, պետք պիտի գնա գրանցվի task management-ի ծրագրում, նոր արվի։